Ընթերցասեր հասարակությանն է ներկայացվել 3 գիրք. Երջանկահիշատակ Վիկտոր Հովսեփյանի Երազի գունավոր ծիածանը, Արմինե Գևորգյանի Քարեղեն երկիրը եւ գրական Ծիլեր ակումբի Զարթոնք տարեգիրքը։ Ինչ խոսք, գրքերը պետք է հանդիսավորապես ներկայացվեն ընթերցողներին։ Եվ ահա Վրաստանի հայ գրողների վերնատուն միության եւ Հայարտուն կենտրոնի նախաձեռնությամբ մայիսի 17-ին Գալուս Գուլբեկյան սրահում կազմակերպեց հրատարակված գրքերի շնորհանդեսը, որին ներկայ էին Նինո Ծմինդայի ժամանած ստեղծագործողներ, Հովսեփյան ընտանիքի անդամները, Թբիլիսի եւ Նինո Ծմինդայի հայկական դպրոցների բարձր դասարանցիներ, գրասեր հասարակայնության ներկայացուցիչներ։ Այսօրվա միջոցառումը կոչվում է 3 գրքի շնորհանդես։ Իհարկե ամենակարևորը դա Վիկտոր Հովսեփյանի այս գիրքն է Երազի գունավոր ծիածանը, որը նոր գրական հիմնադրամի առաջի պրոդուկտն է։ Երկրորդ գիրքը վերաբերում է մեր պատանի ստեղծագործողներին, դա Վերնատան գրական Ծիլեր ակումբի երեխաներն են, որոնց մրցանակաբարձ հաղթողները նվիրված Եղեռնի հայ տպագրության եւ հայ վրաչորոշների բարեկամությանը լավագույն գործերը տպագրվում են Զարթոնք 7 ժողովածուում։ Եվ երրորդ փոքրիկ գողտրիկ գրքույկը Ջավախքից աղջնակի Արմինե Գևորգյանի Քարեղեն երկիր ժողովածուի լույս աշխարհ գալն է։ Այս 3 գրքի միացությունը մի համադրություն է։ Երախտագիտության խոսքեր ուղղելով հովանավորներին, ասենք, որ գործարարներ Արմեն եւ Թաթուլ Ղարսիլյան եղբայրները ֆինանսավորել են Վիկտոր Հովսեփյանի գրքի, Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարությունը Զարթոնք տարեգրքի հրատարակությունները, իսկ Արմինե Գևորգյանի ծնողները իրենց շնորհալի դստեր ստեղծագործությունների ժողովածուն։ Ես այսօր շատ երջանիկ եմ, այսօր լույս տեսա իմ ընտրանիք ժողովածուն Քարեղեն երկիր։ Ճիշտ է Քարեղեն երկիր, սակայն իր մեջ ներառում է տարբեր թեմաներ, նվիրված է այն հայրենիքին, բնությանը, փիլիսոփայական միտքը պոետների եւ այն հիմնականում այդ թեմաներն են մեջ ներառում։ Ելույթ ունեցողները բարձր գնահատեցին գրքերի հրատարակությամբ ընթերցանության պահանջը հրատապ դարձնելու մոտեցումը։ Անահիտ Ոստանջյանն իր խոսքում կոչ արեց անուշադիր չթողնել այնպիսի թեմաներով գրքերի հրատարակությունը, ինչպիսիք են հայ-վրացական գրական կապերը, երկու հարևան ժողովուրդների գրականությունից կատարած թարգմանություններով միմյանց ծանոթացնելը, ինչպես նաև գրաքննադատական միտքը հարստացնելը։ Վրաստան թերթի խմբագիր Վան Բայբուրդյանը անհամատեղելի համարեց Վիկտոր Հովսեփյան մեծության գրքի շնորհանդեսը երկու պատանի ստեղծագործությունների գրքերի հետ միասին իրականացնելը։ Թերևս բարձր գնահատեց նրա ստեղծագործություններից եւս մեկ ժողովածու ընթերցողին ներկայացնելը։ Սա առաջին անգամը չէ, որ տեղի է ունենում Վիկտոր Հովսեփյանի գրքի շնորհանդեսը, քանի բազում անգամներ են տեղի ունեցել եւ ամեն անգամ մասնակցելով այսպիսի միջոցառումների կրկին իմ մեջ արթնանում են մանկության տարիները, մանկության տպավորությունները, չնայած իմ հայրիկը միշտ իմ կողքին է, միշտ իմ աչքի առջև է, բայց այդ պահերին ավելի փայլուն է, ավելի բանաստեղծական ձևով է ինքը հայտնվում իմ աչքի առջև։ Հավարդ միջոցառման վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը անդրադարձ կատարելով Վերնատուն միության գործունեությանը բարձր գնահատեց գրական արժանի սերունդ աճեցնելու, հայ գրական միտքը Վրաստանում պահպանելու եւ զարգացնելու համար։ Վրաստանի իշխանություններին մենք պիտի օրհնենք եւ մեր գնահատանքը բերենք, որ նրանք օգնում են, տեր են կանգնում եւ չեն խոչընդոտում, որպեսզի մշակութային կյանքը մեր Ջավախքում շարունակվի։ Դուք ճիշտ եք գրել նաեւ այստեղ ձեր բողոքը։ Եթե նույնիսկ այսօր դպրոցում չկա հայոց պատմություն առարկայի դասավանդումը, բայց ով է խանգարում, որ հայ ծնողը իր տան մեջ սովորեցնի, ով է խանգարում, որ մի դպրոցի ուսուցիչը դպրոցից դուրս նաև կարողանա իր աշակերտներին սովորեցնել։ Վերնատուն միության նախագահը բարձրաձայնեց խորհրդի որոշումը գրական Ծիլեր ակումբի մրցանակակիր ստեղծագործողներ Արմինե Գևորգյանին եւ Արամ Մելիքյանին Վրաստանի հայ գրողների Վերնատուն միությանը անդամագրելու մասին։ Ներկայացված գրքերից բանաստեղծություններ ընթերցեցին Թբիլիսի Պետրոս Ադամյանի անվան հայ պետդրամայի թատրոնի դերասանները եւ Նինո Ծմինդայի շրջանի Հեշտիագյուղի Վիկտոր Հովսեփյանի անվան դպրոցի բարձր դասարանցիները։
Միջոցառմանը դաշնամուրային գեղեցիկ կատարումներով հանդես եկավ երաժիշտ Իսայի Աբովյանը։